հասկանալի է, որ այն համաձայնությունները եւ այն ծավալը, այն կարևորությունն ու նշանակությունը, որ Հայաստանը ստանում է այս համաձայնություններից հետո, Հայաստանին պետք է նաեւ անվտանգային կարողություններով օժտել, իսկ այդտեղ նաեւ հետախուզական այս կարևոր ձեռքբերումը կարծում եմ չափազանց ուշագրավ եւ արժեքավոր է եւ հատուկ պետք է խոսել սրա մասին, որտեղ սրա մասին օգոստոսի 8-ի համաձայնության մեջ չկար եւ անակնկալ էր այսօր ազդարարումը սրա։ Փաստորեն գործարք է $11 միլիոն արժողությամբ եւ այդ փողը Հայաստանը վճարում է Միացյալ Նահանգներին։ Իհարկե Միացյալ Նահանգները վճարման այլ համակարգեր էլ ունի եւ եթե Հայաստանը ցանկանա Միացյալ Նահանգներից ձեռք բերել այլ զինատեսակներ, գոնե այս ձեռքբերումը թույլ է տալիս ասել, որ մեր արժեվ ճանապարհը բաց է եւ մենք կարող ենք առաջի քարը այդ ապագա կառույցի մեր պաշտպանական համագործակցության եւ դաշինքի շարված է եւ հաջորդիվ արդեն կշարվել։ Կարող ենք ասել, որ սա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Միացյալ Նահանգների դաշնակից երկրին արվող այս կարևոր էքսկլյուզիվ այսպես վստահության դրսևորում է եւս ինչպես եւ մենք նախորդիվ քննարկում էինք շատ ու շատ հարցեր։